Ժամանակակից դիվանագիտության հաջողությունն այսօր անհնար է պատկերացնել առանց կանանց ակտիվ մասնակցության եւ առաջնորդության։ Կին դիվանագետների միջազգային օրվա առթիվ ՄԱԿ-ի զարգացման ծրագրի հայաստանյան գրասենյակը արտաքին գործերի նախարարության հետ համագործակցությամբ կազմակերպել է դիվանագիտությունը բոլորի համար ընդլայնելով սահմանները, ներկայացվածությունն ու ազդեցությունը խորագրով միջոցառումը։ Նախաձեռնությունը համախմբել է դիվանագիտական կորպուսի, պետական կառույցների, միջազգային կազմակերպությունների եւ քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներին, քննարկելու դիվանագիտության մեջ կանանց դերի, նրանց մասնակցության ընդլայնման եւ առաջնորդության խթանման ուղիները։ Հայաստանը որպես կին դիվանագետների միջազգային օրը սահմանող ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայի բանաձևի համահեղինակ շարունակաբար նպաստում է գենդերային հավասարության եւ կանանց առաջնորդության ամրապնդմանը։ Այսօր աշխարհում դիվանագիտության ոլորտում կանանց մասնակցությունը կազմում է ընդամենը 22%, թեև վերջին տարիներին առաջընթաց կա, այդ ցուցանիշը ցույց է տալիս, որ գենդերային հավասարության ուղղությամբ դեռևս լուրջ անելիքներ ունենք։ Հենց այդ պատճառով կարևոր է, որ պետությունները շարունակեն խրախուսել կանանց ներգրավվածությունը, ընդլայնեն նրանց առաջնորդության հնարավորությունները եւ աջակցեն նման բաց քննարկումներին։ Արդեն երրորդ անգամ նշվող այսօրվա քննարկման առանցքում կանանց մասնակցությունն է ներքին եւ արտաքին քաղաքական գործընթացների։ Պանելային քննարկման մասնակիցները ներկայացնում են նոր գաղափարներ եւ բաց խոսում այն մարտահրավերների մասին, որոնց կանայք դեռևս բախվում են քաղաքական գործընթացների ընթացքում։ Փոխարտգործնախարարի խոսքով վերջին տարիներին մեր երկրում կանանց դերակատարությունը հատկապես ներքաղաքական կյանքում ավելի տեսանելի է դառնում։ Նույնիսկ ազգային ժողովում, պետական կառավարման մարմիններում կանայք առաջնորդող դեր են ստանձնում տարբեր գերատեսչություններում, ինչու՞ չէ նաև դիվանագիտության ոլորտում կանանց դերը զգալիորեն ավելացել է։ Այսօր 50%-ից ավել, գրեթե 52%-ը արտաքին գործերի նախարարությունում կանայք են եւ արդեն իսկ առաջնորդող դեր են ստանձնում նաև դիվանագիտության ոլորտում բազմաթիվ դեսպաններ, կին դեսպաններ, որոնք մեծ ներդրում են ունենում Հայաստանի Հանրապետության արտաքին քաղաքականության իրականացման գործում, ներկայացնում են Հայաստանի Հանրապետությունը տարբեր հարթակներում, թե բազմակողմ, թե երկկողմ հարաբերությունների ամրապնդման, կարգավորման եւ այլ գործընթացներում։ Միջոցառման ավարտին քննարկվեց նաև թե ինչպես կարող է դիվանագիտության ոլորտում կանանց ավելի շատ ներկայացվածությունը նպաստել միջազգային համագործակցության ամրապնդմանն ու ավելի արդյունավետ որոշումների կայացմանը։ Ծաղկանուշ Միրզոյան, Էդգար Դավթյան, լուրեր։